Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։ Կառավարությունը հաստատել է հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցուն շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրինագիծը առաջարկում է հրաժարվել այդ մոտեցումից։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կարգավորում այլևս նպատակահարմար չէ։ Կառավարությունը վերանայել է զինվորական պիտանիության ցուցակը, այսուհետև առանց ախտանիշների եւ բուժում չպահանջող առողջական խնդիրները հիմք չեն լինի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Օրինակ, գլխուղեղի կամ ողնուղեղի վենոս անգիոմաները փաստացի համարվում էին բարձր ռիսկային, եւ մարդիկ ճանաչվում էին ոչ պիտանի, սակայն դրանք հստակ նշված չէին ցուցակում։ Այժմ առաջարկվում է դրանք ներառել առանձին հոդվածով, սահմանելով փորձաքննության հստակ կարգ։ Եվ նույն ժամանակ վերանայվում է մոտեցումը գլխուղեղի որոշ մեծ չափերի կիստաների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նման կիստաները չեն առաջացնում ակնհայտ ախտանշաններ, դրանք կարող են սեղմել ուղեղային հյուսվածքները եւ ստեղծել բարձր ռիսկայնություն։ Այդ պատճառով առաջարկվում է նման դեպքերում քաղաքացիներին չճանաչել լիովին պիտանի։ Փոփոխությունները վերաբերում են նաեւ վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն դեպքերին, որոնք բարենպաստ են, բուժում չեն պահանջում եւ ունեն միայն լաբորատոր շեղումներ։ Այսպիսի քաղաքացիները կկարողանան ծառայել սահմանափակ ռեժիմով, չստանալով տարկետում կամ ազատում։ Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Վիճակագրական կոմիտեից փոխանցում են, որ ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում 21%, ծառայությունների ծավալն աճել է 19%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 3.6%, առևտրի շրջանառությունը 3%, արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.5%։ Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Հունվար-նոյեմբեր ամիսներին նվազումը 33.2% է եղել։ Արտահանումը նվազել է 46%, ներմուծումը 27.4%։ Հայաստանում նոր զանգերի կենտրոն է բացահայտվել։ Խոշոր գումար է առգրավել զանգերի կենտրոնում, ինչպես նաև այդ կազմակերպությունում գործողություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել եւ առգրավել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան $80,000, ոսկյա զարդեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսենջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ եւ անձնագրերի տվյալներ։ Հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արքավճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները 2% կհաշվարկվեն եւ կվճարվեն 2026 թվականի փետրվարից սկսած մինչեւ 2027 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Կառավարությունն է հաստատել։ Շահառուներին հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդ ամսում ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկախիկ վճարումների 2%-ի չափ եւ փոխանցվում է այն բանկային հաշվին, որով անկախին գնումների եւ վճարումների գործարքները հաշվարկվել է։ Շահառուներին հետ վճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց։ Յուրաքանչյուր գործարքի համար շահառուներին վճարվող հետ վճարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։